Ողջույն սիրելիներ, կրկին խոսենք ֆիտիլային ջրման մասին, քանի որ հարցերը շատ են և նորանոր։ Ֆիտիլային ջրման ժամանակ մանուշակը ջուրը ներծծում է արհեստական թելի օգնությամբ, միջոցով։ Թելի ծայրը գտնվում է ջրի մեջ և համաձայն բույսի պահանջին, ճիշտ այդքան ջուր փոխանցում է մանուշակին։ Ֆիտիլային ջրման ժամանակ պետք է ջրում մշտապես առկա լինի պարարտանյութ։ Չափաքանակը տվյալ տեսակի պարարտանյութի տարայի վրա նշվածից 10 անգամ ավելի քիչ։ Սա բոլումինի տեսակ է Սվիթսակուրան և նույն եղանակով նաև ստանդարտներն են ջրվում շատ բարեհաճող և աճում գեղեցիկ փարթամ փայլուն։ Темная госпожа տեսակն է։ Ջրի մեջ է գտնվում սիրելիներ միայն թելը։ Ծաղկամանի հատակը ջրի մեջ չէ։ Ծաղկամանի հատակը պետք է օդում լինի։ Եվ մի կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել սիրելիներ այս եղանակով ջրվող մանուշակների պարագայում ջերմաստիճանային պայմանները։ Սենյակում պետք է 20 կամ 20-ից բարձր լինի ջերմաստիճանը, ամռանը ոչ ավել քան 28 աստիճան։ Թելը անցկացնելու հետ կապված սիրելիներ, մանրամասնորեն ցուցադրել եմ տեսանյութերից մեկում, երբ որ ստարտերներն էի վերատնկում փոքրիկ տարաներից հիմնական ծաղկամաններ, մանրամասնորեն ձեզ ցուցադրել եմ։ Կարող եք այդ տեսանյութը իմ էջում գտնել և կրկին ուսումնասիրել կամ ծանոթանալ, եթե ծանոթ չեք։ Այսքանը սիրելիներ, եթե այլ հարցեր կլինեն գրեք, ինչպես միշտ սիրով կպատասխանեմ։ Բարի օր եմ մաղթում, բարով աճեցնեք ձեր գեղեցիկ մանուշակները։